Ես առաջի հարցի վերաբերյալ կասեմ հետևյալը, որին ինչ որ դուք արդեն գնահատեցիք ու բնութագրեցիք, ես հակված եմ դրան, որտեղ հասկանում եմ, որ կենսաթոշակային, կուտակային բաղադրիչի առումով այսպես կոչված բարեփոխումները, դրանք որպես այդպեսին չեն կարող լինել, եւ դա այնտեղ դուք մի մեղմացուցիչ պահ ասեցիք, քանի որ շատ շուտով բյուջեի եկամուտները կպակասեն, պատկերացրեք, որ պակասեն, թե ավելանան, դա կապ չունի, պարզապես այդպիսի բարեփոխումները ըստ էության ինչի մասին բազմիցս ասվել է, մինչև անգամ այն ժամանակ, երբ որ ես եղել եմ падգամավոր, դեռևս 2010 թվականին, որ այդպիսի բարեփոխումները պարզապես անհեթեթություն է այս պայի համար իր որակական առումով, իր տրամաբանական առումով եւ ընդհանրապես նման սոցիալ-տնտեսական իրավիճակի առումով եւ անկախ ամեն ինչից պարզապես չեմ կարծում, որ իշխանությունները կարող են այսպես ասած առաջ տանել այդ բարեփոխումները, դա բացառված պետք է լինի, որտեղ ես լուծում էլ գիտեմ, ես երբեք հակված չեմ, որ իմ մասին այդպես հուզված մտածեն, պարզապես ես կարող եմ ստորագրությամբ ասել, որ ես շնորհակալ եմ ձեր ողորմելի 30,000-ից, երբ որ դառնա իմ ինչը, կենսաթոշակային տարիքը 65 տարի, ես չեմ ստանա այդ փողը, միայն ուրեմն ես դուրս եմ մնում այս բարեփոխումների սխեմայից, որը սահմանադրորեն, բազմաթիվ կետերի ես ինքս գրել եմ այդ վերաբերյալ, հանրային խորհուրդ ներկայացրել եմ, հասկանում եք, չի կարող լինել այդպիսի բան, ընդհանրապես պարտադիր կամավոր բառակապակցությունը ըստ էության, ուրեմն դա շատ պատկերավոր ասում են, չի կարող լինել, քանի որ չի կարող լինել երբեք, դուք հասկանում եք, հետո ամբողջ տևողությունը, ըստ էության ես այդ վերաբերյալ հակված չեմ շատ երկար խոսելու, հասկանում եք, ենթադրենք ես քաղաքացի եմ իմ տրիվիալ ու սխալ ենթադրենք շահերի իրավունքների պաշտպանության առումով ես չեմ ուզում հասնել, որին կենսաթոշակային տարիքին ուզում եմ մեռնել։ Ինչ է դուք փողվերսումի մասն եք մտածում։ Այսինքն հույս ունեք, որ այդ ոչ իշխանական ուժերի ինչ որ միասնություն ինչ որ բանի կհանգեցնի։ Այո, եթե դուք ուզում եք լսեք դա, այո։ Իսկ երկրորդ հարցի վերաբերյալ ուրեմն լսել են մի գնահատական, որը իհարկե ես ուզում եմ ասել, որ նորություն չէր, պարզապես նորություն էր այնքանով, որքանով դա հանրապետության երկրորդ նախագահի խոսքերն են, հա, եւ բնականաբար այդ խոսքերը ավելի արժեքային, ավելի արժեքավոր են, եւ բոլոր դեպքերում հանրապետության երկրորդ նախագահան ըստ էության կոնկրետ դիպուկ ամբողջական բնութագրել է այն վիճակը բոլոր 3 կտրվածներով, ինչ որ արկա է հանրապետությունում։ Ըստ ձեզ երկրորդ նախագահության կողմից քաղաքացիություն վերադառնալ, ինչով է պայմանավորված այդ ակտիվությունը։ Գիտեք, հիմա օրինակի համար այս վերաբերյալ ինչ որ այդտեղ արծարծված են, ինչ որ գնահատականներ տրված են, ըստ էության բազմաթիվներն են այդ վերաբերյալ խոսել։ Դուք զարմանում եմ ինչի չեք հարցում, այդ բոլորը ովքեր որ խոսում են, նրանք ուզում են քաղաքականություն վերադառնալ, ուզում են իրենք կորոշեն։ Հիմա ինչի օրինակ եմ ես որտեղից կարող եմ ասել, դա այնպիսի հարց է, որը միայն ֆիզիկական անձը, տվյալ մարդը, հատկապես հանրապետության երկրորդ նախագահ ինքը կարող է որոշել եւ նա կարծում եմ, որ իր ամբողջ ունեցած հատկանիշներով այնպիսին է, երբ որ գա այդ պահը, բարձրաձայն կասի այդ մասին։ Պետք չի այդ վերաբերյալ իրադարձություններ արագացնել, ենթադրություններ անել։ Պարոն Բոստանջյան, ինչքանով եք տեսնում Ռուսաստանի մասնակցությունը, հա, Քոչարյանի հետ հարցազրույցի հետ կապված, արդյոք Ռուսաստանը նույնպես իր ներքին մասնակցությունը ունի, որովհետև ամսի 18-ի հանրահավաքը կապում են նաև Քոչարյանի հետ, որ ինչ որ թիվ ցույց տալու։ Ես գիտեք ինչ է, այդպես բնական ինֆորմացիա չունեմ, բայց ես հասկանում եմ, որ Ռուսաստանը ինչպես եղել է, այնպես էլ մնում է չափազանց ուժեղ մի տիրույթ։ Հասկանում եք, աշխարհում ամբողջ մոլորակում հարցեր որոշող եւ բնականաբար եթե պատահում են տարբեր տեղերում
այսպես զարգացումներ, նա կարող է ունենալ մասնակցություն, կարող է չունենալ մասնակցություն։ Բոլոր դեպքերում, եթե մենք ասենք այս բային ֆիքսացիա անենք, թե իբր ունի, ենթադրենք ունի կամ չունի, դրանից բովանդակությունը, էությունը չի փոխում, խնդրի։ Ես չեմ հավակնում, որ ասենք ամենաճիշտ վերլուծությունը կանեմ, բայց մեր մոտ այս իշխանություն եւ ընդդիմություն հարաբերությունները գիտեք ինչ ձև է դարել։ Կարծես թե այնց փողոցով տղայական վեճ լինի, որ չէ իմ ասածը պետք է լինի։ Այստեղ իմ ասածը, քո ասածը ըստ էության միջև անգամ ծիծաղելի է։ Ընդդիմություն ամբողջ աշխարհում քաղաքական առումով եւ իշխանությունը ստեղծված են մի բանի համար, որպեսզի իրար հետ քննարկումների, ինչի՞ չէ նաեւ բախումների պարագայում կամ արդյունքում դուրս գան ճշտի։ Ես մտածում եմ, որ սա այդպիսի պետք է վերջապես մենք հասկանանք, որ դա այդպես է։ Եվ հիմա տեսեք, որ ասում եք 4-ը ինչի դուրս եկան, 4-ը երբևիցե օրինակ հիմա հակված չեն եղել, որ իշխանություններին միայն ասենք փնովել, միայն պարզապես այս պարագայում պարտադրված 4 քաղաքական ուժերը խորհրդարանական կոնսոլիդացվել են, միացել են, որպեսզի ավելի խնդիրը ցցուն ու ավելի արտահայտված դնեն։